900 տարին պատմություն ունի այս գյուղը։ 900 տարի պատմություն ունի։ Մեր պապերը եկել են այդ գետի վրա այս գյուղը կառուցել։ Այսօրվա դրության գետին էլ ենք բանտարկում, խողովակի մեջ տանում։ Իրա հունով չեմ թողում գա։ Մենք ենք բանտարկում։ Դառնում անապատ, այս ներքևից եկել է, ժանգոց էլա։ Մեր պապերն են այս գյուղը սարքել այդ գետի համար, որ այդ գետը մեզ օգտակար լինի, մեր երեխաներն օգտակար լինի, մենք 50-60 հեկտար հողամաս ունենք այդ գետի վրա, բաղեր են գծել այդ գետի անունով, այդ ջրվելա, ամեն ինչ հետելելա, հիմի բերում եք գերն հիմնական հունիցանում բանտարկում։ Չեք թողելու, չէ՞ որ հեկ սարքեն։ Մի գետի վրա 3-4 հատ սարքել չի կարող ոչ մի բանով ինքը տրացել է կոդը բոկմո իրան գայթա։ Ու իրա ձեռը չես գա։ Իմ մեծ ցավ ինքը պայմանը կապում է դրան բան չես։ Ամ ով կողմ որ կառուցել։ Ոչ մի մարդը կողմ չի դնել, բայց ուղղակի երևի ստեփված են շատերը, որ ասենք ուզում են կառուցել։ Դա իրա միջև այդ նախագծերը բանակի չեն ժողովրդին հարցնում նոր։ Ամեն ինչ ստարկում են, նոր արդեն գնամ հարտման, ոնց որ անիմաստ է։ Մեր բնությունը մաքրու խաղաղապահ։ Թողարեք մենք այս աղքատեղով այդ խաղաղապեն մեր ջրը։ Ամառը գնում են մեր երեխեքը լողանում են ջրը։ Հոգնած գալիս են, երկու կով ենք պահում, երկու կոչ ենք պահում։ Գնում են խոտ հնձում, շոքած գալիս են, դրամն ենքան ջուր չելուն որ լողանան։ Այդ գետումն են մաքրվում։ Եթե էստի մեր մոտ գետը ցմաքից, ըստերից քանի կիլոմետր գնան որ լողանան երեխեքը մաքրվեն կեղտից։ 70 տարեկան կնիկ են, բայց այդ ջրի թողարեք մաքուր կենա մեր ջրը։ Ձեզանից ոչ փող ենք ուզում, ոչ լույս ենք ուզում, ոչ ուտելիք ու եսիմից։ Մեր մի երկու կոպեկ թոշակի մուտին նստած են գոնա ջուրն էլա թողարեք մեզ մաքրնա։ Իսկ դուք ինչ եք կարծում, այս երրորդ հեկի կառուցումը ինչ վնասներ կարա տա, դեմ եք, կողմ եք։ Դեմ եք բոլորը։ Ինչի եք դեմ։ Ինչի եք դեմ։ Ամեն ինչի։ Մեր խոտակները չորանում են, մենք եկամուտ չենք ունենամ։ Հլասա մեզ չի խանգարում, այն վերևինը չի խանգարում, բայց դա խանգարում է 100%։ Անմիջապես հենց գյուղի մեջ նա էլի։ Իսկ ձեր մտահոգությունը ում եք ասել, ասենք այնտեղ գյուղապետին դուք մարդից եք։ Ամեն ինչ էլ արվել է, թե գյուղապետը կամ ով դա կարևոր չի։ Գյուղապետը պարտադիր չամենը չի խառնվի այս գեղի գործերին։ Նա այնքան խառնվել ու տեղեր ունի, թող են մնաց ասլանի։ Գյուղապետն էլ թորլի ունի, գյուղապետն էլ երեխեք ունի, այդ մի կեսը մենք չենք ուզում։ Սա հլաս տեղից ներքև անտառա, այն վերևինը սարից այժմ բան չկա, բայց այդ մի կեսը մեզ բոլորիս է խանգարում, բոլորիս։ Իսկ այս գեսից ինչ օգուտ ունի գյուղը կոնկրետ։ Ինչ օգուտ։ Այս գեսից մենք ոչ վնաս ունենք, ոչ օգուտ։ Բայց վնասել չունենք։ Սա ընդհանրապես այս ծորով գնում է, այդ քարերի մեջով գնում է։ Այս գեսից ընդհանրապես այն օգուտ ունենք մի 10 հոգից տեղ աշխատում է։ Ներքևն աշխատում է։ Իսկ աշխատավարձը նորմալ է։ Աշխատավարձը նորմալ է, շատ միջինով ինչքան է։ Միջինով դե մենք 4 օրը մի անգամ ենք կանգնում, մի 60,000 դրամ տալիս։ Ամսական։ Հա, բայց ուշ ենք, քիչ ենք կայնում, այսինքն եթե ամեն օր կայնենք ավելի շատ կլինի։ Բայց 4 օր, հա։ Մենք գոհ ենք այս գեսի աշխատանքից, բայց այդ մեկը ընդհանրապես ոչ մեկս մեր գյուղից չի ուզում։ Վնաս են այն երկու հեկերը, որ արդեն կառուցվել են։ Որ վնաս չլեն, այս ժողովուրդս քանը չեն հավաքել։ Ինչ վնաս են տվել։ Առաջին հերթին գյուղատնտեսությանը, երկրորդ հերթին մեր բնակչությանը, երրորդ հերթին այս երեխեքին, այս ժողովրդին։ Դա լավը որն է որ սա։ Դուք հենց մարդ գյուղում եք ապրում։ Հենց մարդ բնակիչ։ Ամենքն իրանց եկամուտի մեկել են այս ջրել ռիվ փակում են, որպես ինչ։ Ում երեխից նա այդ սարքողներ երեխեքը լավը։ Չի կարելի պետք է միտեղ ժողովրդի մասին էլ մտածել, ոչ ամեն մարդ իր եկամուտի մար մտածել։ Ինչքան է ձեր բնապահպանական թող կտված։ 70 լիտր։ Դե սխալ է տված ուրեմն։ Խոսալու թե չէ, դուք մեղավոր չեք։ 70 դա ոչ թե մենակ ես եկին, ընդհանրապես եկին։ Դե դա ամենամեծ սխալն է։ Չէ, նայած այդ որոշումը 70 լիտր։ Չէ, նայած ինչքան է գետի մեծությունը ինչ հոսք ունի, տարբեր է։ 70 լիտր։ Չէ, հեկը 160 է, նայած չէ, նայած գետ, նայած ինչ գետի վրա։ Ամեն դեպքում դա գետ ուզում է 70։ Չէ, հաշվարկելու սիստեմա կա, օրենք կա։ Հա, օրենքը դա տալիս է 70։ Հա, դու սխալ է տված, այսօր արդեն այդքան բան։ Նայեք, այստեղ խնդիրը, ասենք
խնդիրը այն է, որ ձուկը պետք է բարձրանա վերև, չէ՞, իր ձվադրումը անելու համար։ Հիմա հարց։ Արդյոք ձուկը կարա այս ջրով sense բարձրանա վերև իր ձվադրումը։ Եկեք գնանք, նայենք, կարա արդյոք ձուկ Պենց բարձանա, թե չէ, իմ ասենք աչքով հաստատ չի կարա, էլի հատկապես sense որ բարձանա։ Չէ, դրա մասին չի խոսքը, նայ։ Կամ են կողմից։ Խոսքը ձեր մասին չի խոսքը, բայց բարձրացնա, որ նա թույլատրում է տենց, ինչ ունեցը պետք է գնահատի, այս վիճակի փողակը կամ 70 լիտր վարկյան համաձայնի։ Հնարավոր է որ ձուկը լողալով բարձրանա, ընդհանրապես։ Եթե նորոջ դու դու 70։ Դա հենց այդ է, ով է, էլի։ Հերասացնել է դա ընդհանրապես։ Օրենք ասում 70-ով չի բարձրացել, օրենք ասախալետ ենք ասում, օրենք Հենց այդ է, էլի, ասենք պետք է ինչ-որ նորմալ լինի, բնապահպանական, փորձագետներ ասեն։ 70-ով չի բարձրացել, մասա 70 թողան։ Չէ, вообще, եթե ուզում եք բանով մտածեք, 200 լիտր վարկյանից պակաս թողելը գետում է, նշանակում է դու այդ գետը սպանեցիր։ Հենց մի 150 լիտր գնում է։ Չէ, 50 չի գնում։ Բայց Իրանը Երկու գնես, 2 ժամ հետո արի գիշերը։ Չէ, դա կա սրա մասին չի խոսքը։ Ոչ սրա մասին չի, ընդհանրապես ենք մենք խոսում։ Սրա մասին չի խոսքը, որտեղ գնում ես նույն պատմությունն է։ Այսինքն օրենքը նենց են ընդունել փաստորեն։ Այսինքն ձեր օրենքը սխալանեք ինչ։ Մեր օրենքը չի, ձեր օրենքն է, մերն է, բոլորին է, սաղից օրենքն է։ Վերջը մենք սաղից էլ ուզում ենք, որ համ էներգիան լինի, համ էլ մեր բնությունը պահվի։ Ճիշտ եք, մենք էլ դրա համար ենք ասում, պետք է օրենքն ու կարգը եւ չափորոշիչները նես մշակել, որ համ տնտեսվարողին նորմալ լինի, համ էլ մնացած բոլորին դրա խոսակցություն չկա կոնկրետ։ Մի հատ կներեք ձեր անունն էլ կասեք, որ խնդրեմ։ Չի ամառած։ Ուղղակի։ Քաղաքացիես ասում ես։ Մենք մեր անունը ասացինք։ Ուրախ եմ, ցավոք։ Ուրեմն որպեսի ոչ էլ հետո գյուղացին բողոքի, ոչ էլ ասենք ես միտեղ կամ հասնիկը կամ մյուսը վիդեոն նայ, ասի ինչի օրինակ sense բաներ դել, հա, օրինակի անում։ Հա չէ, բան չունի։ Դա խնդիրը, այ խնդիրը դա։ Ու այդ բոլորը միասին մենակ կարող անեն, ոչ մեկը առանձին իրարից այդ բանը չի կարող հացել ուտել։ Հիմա օրինակ ես որ նայում եմ ես գետը կներեք վերջացնեմ, հին որ ուզում են սարքին այդ հետը, հա, երկրորդը։ Օրինակ ես պրոստը որպես մարդ ես գյուղից չեմ բան չի, բայց ու նայեցի, օրինակ ես չեմ ուզում որ սարքին։ Ինչի անում։ Որովհետև ասեմ ինչի։ Դու Լևոն, մոռացել ես մութ տարիները։ Չէ։ Մուտարները կապ չունի Խի կապ չունի։ ասեմ ինչի։ Ասա։ Նույնիսկ լավ գիտեք ինչի։ Լասա ինչի։ Որտեղ մեր փոքր եկել այսօր տալիս են 6% էլեկտրոէներգիայի։ Եթե մենք խնդիր ունենք, այդ 6% մեզ չի փրկելու ոչի բանից, էլի չեսնի։ Բայց այդ 6%-ը կներես ասма մկար 30 չեք կարող։ մկարցե տասնաջաղացին օգտա, չէ։ Այս ջուրը, որ հիմա տեսնում եք, Մարցիգետ գետի միջին հոսանք։ Այս հոսանքից վերևով եթե գնանք շարժվենք, կա մի փոքր հեկ։ Հատակ ասված վայր։ Դրանից ներքև գետը գնում, խառնվում է արդեն Թամբակ գետին, ու դրանք էլ խառնվում է Դեպետ գետի։ Մենք հիմա ցույց կտանք մյուս ավելի խորը։ Հա, հոսանքի վայր, ներքևի մասում մի ուրիշ հեկ կա։ Հիմա որ գնանք, կտեսնենք այդտեղ ինչքան ջուր կա, ու արդեն կարողանանք համեմատել այնտեղի ջուրը սրա հոսքի հետ։ Տենում ենք Մարցիգետի վրա կառուցված ստորին հոսանքի վրա կառուցված հեկի, առաջին հեկի ամբարտակին, այն կողմը ամբարտակն է, այս կողմից գետից ջուրը գալիս, լցվում է այստեղ ու հետո արդեն գնում է խողովակով, ճանապարհի տակով, գնում է դեպի գեսի բուն այդ շինությունները։ Փաստորեն նա այս տարածքին որտեղ ծառեր են, այդտեղ ուղղակի ափին են եղել դրանք։ Քանի որ ջուրը ջրի մակարդակը բարձրացել է, այս ծառերը մնացել են ջրի տակ։ Այսօր ուրեմն Մարց գյուղում ուրեմն հանդիպեցինք գյուղացիների հետ, հա, եւ մեկ անգամ եւս համոզվեցինք, որ գյուղացիները չեն ուզում այս գեղեցկությունը կորցնել, հա։